Արցախից հետո Հայաստանի Հանրապետություն ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Շատ արագ խոսենք այս ֆիլմի մասին ու սրանով ամեն ինչ արդեն ասենք, որպեսզի հասկանալի լինի։ Ընդհանրապես հասկացեք, ամեն հարցի համար ոչ միայն գտեք մեկ պատասխան, այլև մարդը հույսը նախ պետք է դնի իր վրա։ Եթե ինքը հույսը դնում է ուրիշի վրա, մենք փոքր պետություն ենք, մենք պետք է սրա նրա վրա հույսներս դնենք, փոքր ու մեծ չկա, կա խելացի ուժեղ, կարող է լինել հիմար մեծ, դա է միայն, իսկ երբ որ տականքներին, լրտեսներին, անգրագետներին է զրել երկրի ղեկավար, երկիրը այդպիսին էլ պետք է լինի, ցանկացած երկիր դիտեք, ինչպիսին առաջին դեմքն է, նույնն էլ այդտեղ ամեն ինչ, վերցրեք հասարակ դպրոց, վերցրեք հասարակ հիմնարկություն, ինչ կարգի տերն է, նույն կարգի նաև հիմնարկությունն է, դա հնարավոր չէ փոխել, այսինքն առաջին դեմք, երբ որ ընտրում եք, ընտրեք նրան, որպեսզի երկրի դեմքն էլ ուրիշներին ցուցադրելի լինի, ոչ թե ամաչես, որ սա քո երկրի ղեկավարն է, Ես 35 տարվա մեջ միշտ էլ ամաչել եմ, որ այս տականքներն են եղել, տեսքներին նայելով խոսացածին կամ իրենցից ինչ են ներկայացնում, աշխարհի առաջ միշտ էլ մարդ պետք է ամաչեր, որ նման ղեկավարներ է ունեցել։ Այժմ Արցախը չընկավ, Արցախը վաճառվեց, այսօր ոչ թե այդ մասին ենք խոսում, որ Արցախը վաճառվեց, այսօր Հայաստանի հարցն Եթե Արցախի առաջի ղեկավարին, առաջի նախագահին, նրանք չսպանեին այս տականքները երկու, ապա Արցախում նման տականքներ չէին լինի։ Եվ սա է տականք, եւ սա է տականք, եւ Արցախից եկած այս երկուսը նույնպես։ Այս տականքի հարցը արդեն Ալիևը լուծել է։ Եվ մի աղերսանքով էլ սկսում են խոսել, որ բան մեր Արցախի քաղաքական ղեկավարները, ինչ Արցախ, ինչ ղեկավարներ, քաղաքական ղեկավար, երբ որ Արցախը Նիկոլա արդեն իր գրքում Քորշունը եւ այս երկու տականքները արդեն Արցախի մասին վաղուց տվել էին, մնացել էր միայն տարածությունը տալ, թղթի վրա արդեն տրված էր, եթե թղթի վրա դա արդեն ուրիշինն է, մենք արդեն այնտեղ ապրում էինք որպես անօրինական, այնպես որ մեղքը մեկ գցի միայն սա, վրա 4-ն էլ մեղավոր են այստեղ, 9 սա, ափսոս որ այս իրոք հային, երբ որ նայում ես սրանց նկարները եւ իր նկարը, գոնե նկարները, տեսնում ես, որ այստեղ խլդո-մլդո լակոտներ են, որ ասма ծուրտիկ, մուրտիկ, ադրբեջանց ու աճած տականքներ են, քանի որ այդ տեսակը չէր կարող 200 տարվա մեջ ունենալ ինչ-որ մի փայլուն դեմք կամ ինչ-որ նորմալ արտաքին կամ խոսելաձև, դրա համար ես կիսատ պռատ տականքներն են, այստեղ հարցը դա չի, հիմա հարցը վերաբերվում է այս 4-ին, այդ տականքներ, գոնե տղամարդ եղեք, դուրս եկեք մեկն ու մեկը, օրինակ դու Նարիմանով, նախավերջինը դու էիր, որ պաստվիր այս տականքին, այն որ ասում են գլոբալիստների ծաղրացու այս տականքին, դու պաստվեցի ռուսական ծաղրացու եւ ադրբեջանցի, դուրս արի գոնե ասա, որ Արցախը մենք վաճառել ենք, կամ եթե չենք էլ վաճառել, Արցախը մենք տվել ենք, քանի որ գլոբալիստները ստիպեցին տալ, Ալիևը մեզ չի հաղթել, Արցախը մենք տվել ենք, իսկ այդ սուտ պատերազմը ստեղծվեց նրա համար, որովհետև գլոբալիստները մեզ դրել էին նալու մեխի արանք, որ պետք է տանք, գոնե այդպես ասակ, այդ տականք, գոնե մարդ եղեք, գոնե տղամարդ եղեք, երևի բոլորիդ մեջ այս հարբեցող ծաղրացունա մեկ-մեկ ճշմարտություն խոսում,
բայց տղամարդ եղեք, արա վեր կացեք, ես տականքը ելույթ է ունենեմ, ռեխը բացած ծիծաղում, տղամարդ եղեք, ելույթ ունեցեք, ասեք, պետության առաջ կանգնեք, ասեք, որ այսպես է եղել, մենք ճար չունենք, դրա համար ենք տվել, քանի որ վերևից գոնե օգտագործեք, անուն ազգանուն մեկն է, ասեք, որ ստիպել են և մենք տվել ենք, ոչ Ալիևն է հաղթել, ոչ էլ մենք պարտվել ենք, գոնե ճշմարտությունն ասեք, դրա համար եմ ես մասը դրել, որպեսզի ասվի, եթե տղամարդ չեք, յուբ կահաքեք, պրծեք այդ տականքներ, ամեն ինչն էլ սիրում է ճշմարտություն, եթե բրուտին մնա, բրուտը իր ազգականներին էլ է փուռը տալիս, բոլոր թագավորական ընտանիքները իր ազգականներն էին, թե Ռուսաստանի, թե Ավստրիայի վերջին մի քանիսին եմ ասում, իր հարազատներն էին, նրանց էլ փուռը տվեց, նրանց գլխատել տվեց, դուք ձեզնից ինչ եք ներկայացնում, Օսմանյան թուրքերը կատարեցին հայերի ցեղասպանությունը Գևորգինգի իր պատվերով, իր մոր պապի պատվերով, հայերի ձեռքով նրանց սատկացեց, ձեզ ինչ է թվում, որ լրիվ կատարեցիք, ձեզ չի սատկացնելու, բոլորիդ էլ սատկացնելու է, սա այն բանն է, որ դուք հետադարձի ճամփա չունեք, որ ձեր գողացած միլիարդները հիմի ձեզ կփրկեն, այն որ լավ տղա եք խաղում, որ ով ավելի շատ միլիարդ ունի, ոչ դրան կփրկեն, հերես այ փրկված տղեն, հերես փրկված տղեկից մեկը, ոչ էլ ձեր փախուստը ձեզ կփրկի, նրանք հենց բրուտը ձեր տեղն ասելու է, որ հայերս մեր ձեռքով ձեզ սատկացնենք, հիմա այն բանն է, որ 75 տարի անց էշ ես երկու Արցախից եկած էշերը տես թուրք ձեր պապայի հետ միասին, ժամանակն է, խոսացեք, տղամարդ եղեք, խոսացեք, թե չէ նորից ընտրություն, ինչ ընտրություն արա, երկուստ էլ սրա հետևն եք պահես սրա թելադրանքով, ինչ ընտրություն, հիմա ես ինչ ընտրության եք դուրս եկել, սրա մասին չեմ խոսում, նորից եմ կրկնում, սրա մասին մի քանի տարի առաջվա ֆիլմում ասել եմ, որ սրան ձայն տվեք, որ տեսնենք Արցախի հարցը ոնց է տանում, մենակ դա, քանի որ գիտեի, որ Նիկոլը և ասել եմ, Նիկոլը ստեղծելու է անարխիա Հայաստանում, ոչ գիտեք կառավարություն որքան գումար է մտնում, որքան գումար է դուրս գալիս, ինչ է տեղի ունենում, ոչ հաշվետվություն կա, ոչ կոնտրոլ կա, ոչ իման կա, ինչպես Ռուսաստանում էր 1917 և 90-ական թվերին անարխիա, նույնն էլ հիմի Հայաստանում անարխիա, վերացման սկիզբն է սա, մեկ էլ մի օր կտեսնեք Փուչիկի նման Հայաստանը չկա, դրա համար եմ սրա մասին ասել, թե չէ ձեզ թվում է ինքը իմ աչքի լուսներ կամ իրան չգիտեի, որ ինքը ու այս քանի օրն էլ մեկը գրեց, որ իրոք ինքը ադրբեջանցի է, լրիվ իր տվյալները տվել է, որ ադրբեջանցի և այնտեղ ապրած իբր ինքը գեներալ, բայց ոչ մի գեներալ չէ, լրիվ արել են Հայաստանից եկած հատկապես Զանգեզուրի Վայոց ձորի, Լորվա տղերքը և դրանց հետ միասին նաև արտասահմանից եկած հայերը, իսկ ոչ արցախցիք, ոչ երևանցիք, ոչ մի բան էլ չեն արել, մենակ սուտ դոշներին կախել մեդալներն ու քաշեն եկել, հիմա նորից ցանկանում եք, հիմա էլ Հայաստան ընկնի այս օրը, դուք էլ եք այս օրը ընկնելու, այ լակոտներ, այս օրը ձեզ էլ է սպասում, ձեզ չթվա, որ Սամալյոտով փախչելու եք մի տեղ ու տապկենեք, դրա համար եմ տեղադրել այս նկարը, որ այս նկարով տեսնեք, բոլորիդ ճակատագիրը սա է, արտասահմանի հայերը, որոնց հետ խոսում եմ, որոնք Հայաստան եղել են, ասում են, այդ ինչ բնություն է, այդ ինչ մաքրություն, քիմիա դեռ չի մտել, կարծես այդտեղ, ինչ օդը, ինչ արևը,
Եվ դուք սա թողնում եք ուրիշին, ուր եք գնալու, Ալթայսկի կրայ, որ այնտեղ աճեք նորից հետ գաք, ոնց որ բրուտը աճացրեց թուրք ու ազերի բերեց Ալտայսկի կրայից էստեղ, դուք էլ հիմա էսպես գնալու եք, բա ձեր երեխեքի կամ ուրիշների մոտ գնալուց դրանից չեք ամաչելու, ավելի լավ չի տեղում թույն խմել մեռնել։ Մեր տանը մեզ բռնաբարեցին, այս ամբողջը մեր իրոք էթնիկ հողն է, ոչ թե այդքանն է, այլ այսքանն է էթնիկ հողը, էթնոսը այսքանն է մեր, իրական էթնոսը, բայց ամենակարևոր էթնիկ մասը սա է, և եթե սա դու տվել ես արդեն, և վերջին հողակտորն էլ ես տալիս, քո ապրելու իմաստը որն է, շունը որ շունը կամ ցանկացած կենդանի, ինչ-որ մի տարածության վրա փիշի կանում, որ ուրիշ կենդանիներ եթե կան ցույց տա, որ դա իմն է, և հարձակվում է նրա վրա չի թվում, բա դուք գոնե մի կենդանու չափ էլ չկաք, հիմա էլ 300,000 ադրբեջանցի եք վերելու, գիտեք էդ 300,000 ադրբեջանցին ինչ են անելու, այն որ դուք ծիծաղում եք ադրբեջանցիների վրա կոմունիստների ժամանակ, հիմա ձեզ փողոցում կզսնելու են վրներդ նստեն մանգան ու ասեն նայ ոնց են կնոջդ կամ աղջկադ բռնաբարում, արա այդքան թասիբել չկա մեջներդ, որ հասել եք այդ օրը, Մայքլին որ Չարլզը ասել էր սաղ զարմացան, 40 օր ատվե, 40 օրն անցավ էլ, նա 40 օրը էլ այդ վիճակին եք հասել, էլ ինչին հասնեք դրանից հետո, էլ ինչ եք ուզում դրանից հետո կատարած լինեք, հիմա էլ եկել են Հայաստանում, նայում ես երկու զինվոր հայ երեխա, ադրբեջանցին էլ ընդեից կանչում, տոհանի վրեն շարի, եթե ուզում եք իմանաք, հերոս, բացի 93 թվի, որոնց հետևից սպանեցին իրական հերոս տղերքին, այս տականքները, ինչպես նաև Արցախի նախագահին, մնացածը բոլորը կեղծ մեդալներ կախած լրբի լակոտներ են, իսկ եթե ուզում եք իմանաք ես 21-րդ դարում Աբաջանն է հերոսը, որ ասեց ինչ թուրքին հանձնվեմ, դա Իրանից ինչա ներկայացնում այդ տականքը, մի քանիսն էլ հետը պայթացրեց, գնում եք հանձնվում կամ թողել եք Արցախն ու վերցրել ձեր ամեն ինչը փախե, եթե 2 միլիարդի զենք կար, դժվար էր այդտեղ կռվելը, թեկուս կին, թեկուս տղամարդ, թեկուս երեխա, պաղեստինցին, աղվանցին ոնց է կռվում, բա կռվեիք, թե Հայաստանից պետքա գային այդ մի քանի մարզերից կռվեին, մնացածը աստղերը շարեիք դոշերիցդ, կամ Երևանում պահկվեիք, հիմա Տաշիրի առեղծվածի մասին, ես գիտեի, որ Տաշիրը հենց Քոր Լևոնի ու Վանոյի լվացկատունն է փողերի, ինքը իրանից ոչ իմ բան չի ներկայացնում, բայց երեք նաև ավելի փաստացի ուղարկեցին, որ Տաշիրը հենց սկզբից Լևոնն է նրան ուղարկել, Վանոյի հետ Լևոնն ու Վանոնն են Տաշիր կոչվածին ուղարկել, ու Տաշիրը նրանց փողերի շտեմարան, սրանց փողերի, դրա համար Քորշունն ասեց, Տաշիր Սամոն կարող է Նիկոլին փոխարինի, բայց այստեղ փոխարինելու հարց չկա, այդ տականք, այս զզվելի տականք, որ մի ամբողջ 10 միլիոն ասկ զզվի քեզանից, Բաքու ապրել է ինչին է պետք, բա մի տեղ արդարանալու տեղ չունես ոչ մի արդարանալու տեղ, ու ասել եմ, սրա լակոտին ու սրա ընտանիքին պետք է ամենադաժան ձևով վերացնել, սա է մեր համար առաջին թշնամին, ոչ թուրք, ոչ ադրբեջանցի, ոչ ռուս, ոչ պարսիկ, ոչ մեկին ման մեկ գա, ոչ էլ բրուտ, առաջինը սա է, առաջինը սրան պետք է վերացնել այս տականքին,
եւ իրական հայերին Ջիլավյանին կամ մյուսներին սպանելով կեղծ միլիարդատերեր սարքեց, Աբրահամյանն ու սրան, տաշիր սամո սարքեց։ Մենք էլ հավատացինք, որ այս անգարագետը, որը հայերեն խոսալ չգիտի, երևի Ռուսաստանում էլ ստիպված է սկսել խոսալը կիսառուսերենով եւ սրա մասին նաեւ հաջորդ նորությունը, որ ինքը իրականում հանդիսանում է նաև մալականի խառնուրդ։ Մալական գիտեք ինչ է նշանակում։ Երբ որ Հայաստանը ռուսական կառավարության մեջ էր, այդ ժամանակ մինչև կոմունիստները ռուս ցարերը իրենց մարդկանց աքսորում էին Հայաստան, ամենազզվելի տեղը Հայաստանն էր, աքսորում էին։ Ու դրանց անունը Հայաստանում դնում էին մալական, ռուս չէին ասում էին մալական։ Ու սա նաև մալական է իսլագուտ։ Այդ ամենը ստացել եմ արդեն։ Ավելի պարզ կխոսենք մի այդ ընտրությունները չփակելու եւ այլնի համար այս ամենի մասին հետագայում կխոսենք։ Այժմ ցուցադրում եմ, որ Նիկոլը 3 ոնց էր այսքանի օրը, բա շեֆ ջան, բա ցար ջան, բա գիտես ես քո հետևն էլ կհամբուրեմ, այսպես այնպես, բայց հետևից էլ հարված է տալիս, որ այսպես։ Ինչի է այս ցիրկը։ Սա բրության ցիրկն է։ Մեծ փաթեթը այստեղ ստանում է այս տականքը, այս լրտես տականքը, որը նաև Ռուսաստանն է։ Եթե Ռուսաստանը դիտում ես, այստեղ այս մասերը արդեն չկա, այստեղ բոլորը չինացիներ են։ Իսկ այստեղի բոլոր անտառները, եթե ֆիզիկական քարտեզն ես դիտում, էլ այդ քարտեզը նման չի այն քարտեզին, որը սրանից 20 տարի առաջ էր։ Այս տականքի հասարակ աշխատողը Մոսկվայի քաղաքապետարանի հասարակ աշխատողի տանից։ Եթե 7-8 միլիարդ դոլար են տարել, մի սենյակը լրիվ դոլարներով լցված, ապա այդ երկիրը ոնց պետքա զարգանար, եթե բրուտները թե Ամերիկայի, թե Կանադայի, թե իրենց համար սրա նրան ստիպելով բերում են գումարները կամ ապրանքները ձրի լցնում իրանց երկիր։ Իսկ սրա մենակ մի աշխատող, մի տականք 7 միլիարդ դոլար ձեռի, երբ որ սա իբր ամենահարուստ հայն է 4 միլիարդ ունի, իսկ նա տանը 7 միլիարդ, այդ երկիրը ոնց պետք է աճեր։ Այսինքն այս տականքին դրել են եւ որտեղ բրուտը դնում է երկար են մնում տականքները, այսինքն այդ երկրում դրածը կամ պետք է վերացնի այդ երկիրը, կամ այդ երկիրը ինչ-որ ձևով ուժեղացնեն, որպեսզի հաջորդ երկրները ոչնչացնեն։ Իբր սրան ուժեղացնում էր Ուկրաինան, փուլ ոչնչացրեցին, միևնույն ժամանակ ասեց քեզ էլ ոչնչացրա։ Պատահական չէր նաև չեչենների պատերազմը։ Միշտ առաջինը չեչենների կամ հյուսիսային Կովկասի, որոնք հայկական ծագում ունեն մեծ մասը, Հայաստանի, Վրաստանի եւ նաև Ուկրաինա կոչվածի համար է եղել։ Հիմա էլ այս խաղը նրա համար է, որ ես ունեմ իմ մարդը, իբր, սա էլ է խոսում, որ այնպես անեն, որ նորից այս տականքն ասնի։ Ինքն էլ է զզվել այդ խաղից, բրուտի, որ հայերին տա թուրքերին ու պրծնի։ Իրան այդ ոչ Հայաստանն է պետք, ոչ մեկը, իրան պետք է մենակ ճանապարհ, ոչ թե իրան է պետք ճանապարհ, ռուսներին է պետք, բայց այս տականքին ոչ մի բան էլ պետք է միայն բունկերում նստած մնա, մինչև վերջը տա նաև այս երկրի։ Հիմա այս երկուսի խաղը, որ դրել են իբր զոհասեղանի առաջ թե սրանցից, ով պետք է հաղթի, սա պարզ ասեց, որ կմիանա բոլորին բացի Նիկոլից, այսինքն նույնն է, որ
նորից ազգային հիմար տեսակն ասի, եթե Սերժիկն ու Ռոբիկը եկան, Նիկոլին ենք ձեն տալու ու վազեն նորից Նիկոլին ձեն տալու։ Այսինքն այստեղ Հայաստանը վերացնող ամենալավ տեսակը Նիկոլն է, հետագայում սա էլ կասի ես էլ պրծահայերից եմ, սա էլ կասի կփախչի պրծահայերից եմ, եւ սրա միլիարդներն էլ Լևոնան կվերցնեն կփախչեն, իսկ այդ դատարկամիտ բլոտ խաղացող հայերը դել կմնա կետը մինչև ազերիները գան բռնաբարեն։ Իսկ թվում է հասկանում եք ես ինչի մասին է խոսքը։ Այստեղ շատ հասարակ փողոցային խաղ է։ Սրանք փողոցային խաղ են խաղում։ Իբր իրար դեմ են հայոյեցին, իբր սա սրան պաշտպանեց, իբր քորնել ասեց որ սրան։ Այդ ամենը արվում է նրա համար, որպեսզի սա հաղթի։ Սա պետք է վերացնի Հայաստան։ Սա կյանքում իր վիզը չի վերցնի Հայաստան վերացնի, ոչ էլ որևէ մեկ, իսկ սա արդեն հետադարձի ճանապարհ չունի։ Իզերբ ես ասել եմ, որ ոչ միայն սրանց սատկացնել, այլև սրանք հետադարձի ճանապարհ չունեն, ինչի համար։ Քանի որ եթե իրենք ստորագրել են, որ իրենք օտարերկրյա լրտես են եւ նաեւ Ալիևից փող են վերցրել, սրանց եթե ասեն հետևս էլ պետք է համբուրես կհամբուրեն, բայց սրանք հայերիդ պետք է փուրը տան, որպեսզի իրենց գլուխը փրկեն։ Իսկ որ ասում ես վերացավ, անողես դու արի արա, մենք անող չենք, մենք շատ թշվառ ենք, եւ որ թշվառ եք ուրեմն ես գամ ձեր թշվառներիդ ինչ անեմ, թշվառությունից անեմ, նորից երկրորդ օրը թշվառության եք գնալու էլի։ Եթե թշվառին տաս գումար ու այդ գումարը օգտագործի գնա խանութ գա, վաղը նորից նույն թշվառն է։ Թշվառը պետք է ունենա աշխատանք, ձգտում եւ պետք է մասնագիտություն ունենա, որ թշվառին մի գործ տաս, որ կարողանա անի, իսկ ոչ մեկը գործ չսիրող մարդիկ։ Հայաստանում գործ սիրող մարդ չկա, զբաղվող մարդ չկա, բոլորը քնած են, գիշերները արթուն, ցերեկները բոլորը քնած են, իսկ դրանից հետո մենակ զբաղվում են ով ումից տարավ, այսօր էլ մի բան կպչի գնան ռեստորանում նստեն, հետո ձեր արածը ուրիշ բան չկա։ Եկել են 16 հոգի եւ նաեւ 21 հոգի եկան գնացին։ Գիտենք ամեն ինչի մասին, մանրամասը, բոլորիդ մասին, լրիվ նկարահանված։ Մարդկանցով գիտենք։ Նորից կրկնություն չլինի ասելը, նորից շեշտեցի, որ Հայաստանում ոչ հայ ոստիկաններ կան, ոչ հայ ոստիկաններ Հայաստանում։ Հիմա հաջորդ հարցը նա է, որ Նարիմանով ամբողջ ցեղը եւ պայթում էր նաեւ համացանցը այն ժամանակ, երբ որ Ռիտան մեռավ, թե չմեռավ, դա արդեն հարց է։ Եվ Ռիտան բարձրաձայն հարձակվել էր վրան, որ էս ինչ արեցիր, ոնց ծախեցիր Արցախը, նույնիսկ հարևանները դեն լսել։ Այդ տականք։ Հիմա ժամանակն է, որ ամեն ինչ ասես։ Սրանց մեջին մենակ քեզ եմ դիմում, ինչի համար, որովհետև դու լավ էլ գիտես, ինչա ձեզ սպասում։ Շատ լավ գիտես, ձեզ այն Զանգեզուրի մեջ, որ նստած ես քարի տակ, ասում ես կողմ գնամ մերոնք են, այն կողմ գնամ մերոնք են, հիմա ձերն է, որ կողմ էլ գնաք, 4 կողմից որ կողմ էլ գնաք, ձեզ գյուլելու են, արդեն ձեր գործն անում պրծնում եք։ Ավելի լավա տղամարդ եղեք, գոնե ձեր ընտանիքներին փրկեք։ Այս մասը ինձ թվում է ավելի պարզ էսպես կլինի։ Բոլորը ցանկանում են, որպեսզի նորից Նիկոլը լինի, եւ Ռուսաստանում են ցանկանում, եւ բոլորն են ցանկանում, քանի որ հիմա էլ ռուսների նկատմամբ է ատելություն Հայաստանում, նաեւ ատելությունը այս կեղծ հարուստների վերաբերյալ, որն էլ շեշտում է, որ միանալու է Սերժիկ Ռոբիկին, Նիկոլի ճանապարհը հարթում են, քանի որ Նիկոլին երևի մի 4% զայն էլ չտան։
Եվ դրանից հետո երևի մեծ բունտ լինի, քանի որ բացի այս խոսակցությունը Ալիևն էլ ամեն օր խոսում է, որ արդեն քարտեզները կազմել են, գալու ենք Հայաստան, որտեղ ապրենք արևմտյան Ադրբեջան։ Եվ հայերն էլ շեշտում են, որ այդտեղ հայեր չեն ապրել։ Եթե վերցնենք ամենակիչը 2000 թվականի կտրվածքով հայերը այդտեղ եւ ընդհանրապես այս ամբողջ տարածությունը, որ ցույց տվեցի, ապրել են 1900 տարի, ադրբեջանցիները հայերի հետ միասին 50 տարի, 40 տարի, 10 տարի, դա դուրս եկա, որ դե ազերիներին էլ ասեք, թող գնա Չարլզին ասի 5 հատ ադրբեջանցի կա Լոնդոնում, Անգլիան էլ մերն է, նույն բանն է դուրս գալիս։ Ու դրանց այդ ազերի մազերիներին ես այս ընտրություններից հետո մի հատ ռուսերեն, ճիշտ է ռուսերենս արդեն, բայց կաշխատեմ շատ գրագետ ռուսերենով նորից ասել մի լավ ֆիլմ, որ իրենց դնեմ իրոք տեղը, որ իրենք անասուն են, իսկ անասունի հետ խոսալ պետք չի, անասունին միայն պետքա ճիպոտով խփես, դրանք ասք չեն, դրանք վայրի ցեղատեսակ են։ Այժմ ինչու են ցանկանում, բրուտը ինչու է ցանկանում, որպիսի լենինական, կիրովական ու այսպես Հայաստանը կտրվի։ Ինչ են այսպես կտրում, այստեղ տակը մի 10,000 թողնելը։ Ինչ են սա անում։ Ձեզ մոտ հարց չի առաջացել։ Թող այսպես կտրեր ես, վերևի մասը թողներ մեզ, ներքևը վերցներ, Երևանն էլ վերցներ, ինչի է հենց այս ձևով վերցնում։ Այս հարցի պատասխանը շատ պարզ է, որը նույնպես պետք է մտածեիք։ Հայ բոլոր գիտնականներ, տաղանդավոր մարդիկ, մեծ մասը դուրս են եկել այստեղից ու այստեղից։ Իսկ այս Երևան կոչվածում միշտ եղել են թուրքաջհուդները, այստեղ ոչ մի հայ, ինչ-որ նշանավոր մեկի ասես, որը հատկապես գիտության բնակավարում, այստեղից ծագում չունի, այս մասի ծագում չունի, դրա համար կտրում է նաև առողջ գենը այստեղ, առողջ գենը ոչնչացնում է, հասկացաք ինչի է դա կատարում, և դարձնում է սրանց նման հեշտ կառավարելի և ոչնչացնի այս բոլոր տականքների նման, որոնց բերել լծվել է մեր տարածությունը։ Այժմ հաջորդը, հիշում եք 2008-ի ժամանակ, երբ որ այս տականքը Ամերիկայում էր, նահանգներում, և հայ համայնքի հետ ընդունելությունն էր։ Սրա համար ամենաիր վախկոտ ժամանակը դա է եղել, ինչ եմ ասում, քանի որ մի ջհուդ 2 օր առաջ նաև տղաներից մեկին պատմել էր, որ սրա ախրանան ոչ միայն հայերն են, այլ Հայաստանում Դոդի Գագոյի Արմենիա հյուրանոցում և մի քանի տեղ մոտարապես 300 արտասահմանցի, որոնք սրա հետևը պաշտպանում են, և լսող սարքեր, և տեսնող սարքեր, և զենքերը վրան ման են գալիս, որպեսզի սրան ոչ մեկի ձեռքը չհասնի, ամենասարսափելի տականքը սա է։ Իսկ երբ որ ասացի, որ երկրի զորք են, թե ինչ են, հրեան չգիտի, բայց գիտի, որ սրա վրա դրել են ամենամեծ խաղաթուղթը, որ սա պետք է այդ ամենը կատարի, և 81 տարեկան էշ է դարձել, որի մայրը իրականում հայ է, և նորից հայերի նկատմամբ այդ կեղտոտ քայլը կատարում։ Եթե օրինակի համար ես 100%-անոց հայ չլինեի, մի կողմս հայ լիներ, մեկը այլ կողմի, օրինակ մի կողմս հայ լիներ, մի կողմս լիներ ադրբեջանցի կամ թուրք, ին վրա ասեմ, որպեսզի հասկանալի լինի։
Ես եւ հայերի եւ ադրբեջանցիներին կբացատրեի իրոք իրականությունը, դա նշանակություն չունի ես Ադրբեջանում ապրեի, թե Հայաստանում ապրեի, բայց այս տականքը սրանց մասին խոսք չկա, սրանք լրիվ ոչ հայ են, բայց այս տականքը կիսով չափով հայ լինելով հային այսքան ոչ ոք չի դավաճանել ոնց որ այս տականքը եւ այսօր այս խաղը մինչեւ վերջ տանումա նաեւ սրա միջոցով հրայի ասելով սրա միջոցով ամբողջ հայ եկեղեցու հարստությունը դատարկված է այնտեղ ոչինչ էլ չկա Նիկոլը որ գնար ինչն էր գտնելու ոչ այդ ռուբինները կա ոչ թանկարժեք քարերը ոչ թանկարժեք ոսկյա իրերը կամ թանկարժեք իրերը բոլորը պատենտներն է այդտեղ դրված պատճե են հանել դրել ոչ մի բան այդտեղ չկա ամեն ինչ գողացել ավիրել ոչնչացրել են նախ եթե մարդուն ոչնչացնում ես նրա էությունն ես ոչնչացնում հետագայում ֆիզիկապես եւ այս տականքը նշում եմ եւ նշել եմ եթե վերցնենք բրուտներին որ ամենասարսափելին է մեզ համար եթե վերցնենք թուրքերին երիտ թուրքերին թե հիմա ազերիներին սա ավելի տականք է, քան բոլորը միասին վերցրած եւ աճեցրել է այս ոչխարներին, որպեսզի այս ոչխարների ձեռքով կատարվի։ Եթե հասկանում եք եւ եթե սրանք լսում են, գիտեմ որ Նարիմանովը միշտ լսում է, եթե լսում են, ապա այսօր այն բանն է, որ մի քիչ տղամարդ եղեք, դուրս եկեք, ասեք Նիկոլին նորից դնում են Հայաստանը տան Ժողովուրդ Հայաստանի հարցն է, այսպիսի հարց է, գոնե մի քանիսի հետ հաց ես կերել այ աննասում, գոնե մարդկանց բացատրի, թե ինչ անեն, ոնց պաշտպանվեն կամ պատրաստվեն այս ամենից։ Հիմա սրա միջոցով, քանի որ գլխավոր փաթեթը սրա մոտ է, իսկ սրան տրվում է մենակ առաջադրանքներ ԱՄՆ-ի դեսպանատնից, որ Նիկոլ այսօր էս հաճա, Նիկոլ այսօր ունքերդ հենց հարավոր էստեղ մի բան լինի, էստեղ էլ սատանական նշան դիր, մի հատ փափաղ դիր այսպես, դա լրիվ կատարում է նրանց սրանքների, բայց այստեղ կարևորը նա է, որ նորից Հայաստանը արդեն ոչնչացնելու ծրագիրը նորից գցում են ռուսների վրա, Արցախը տալը, բրուտը գցեց ռուսների վրա, այս տականք կատարեց։ Հիմա էլ Հայաստանի ոչնչացումը նորից գցում է այս տականքի վրա։ Մի քանի ֆիլմ առաջ ասացի ձեզ, պահեք ուտելիքներ, հատկապես լավ կլինի ցորեն, հետո եթե կարողանա կաղել, բայց ալուր, շաքար, կարակ, կոնետ, երեք հիմնական ուտելիքները պետք է ունենաք եւ ցուրտ ձմեռ է սպասվում այս տարի Հայաստանում բոլորին, նույնը դա են կատարել, նաեւ մոտ օրերս ատոմակայանն են ուզում կանգնեցնել, քանի որ արդեն Հայաստանի հանձնում ընդունում են կատարում, եթե ատոմակայանը լինի կարող է մի քանի թափով լավ արդեն ազգասեր տղաներ պայթացնեն եւ այդ ամեն փուչիկը վերանա։ Դրա համար ատոմակայանը նույնպես կանգնացնում են։ Ու հիմա սրա ձեռքով Հայաստանը կմնա արդեն ինչպես այստեղ գծեցի 10,000 քառակուսի կիլոմետր։ Կասեն, այ մենք չենք ուզում տայինք, Նիկոլը տվեց, հապկի հարցն են դնում, այս հարցը Գիտեք սա ինչին է նման, որ մի խելոք տղա, որը բոլորից էլ բարձր է եւ գիտությամբ եւ ամեն ինչով անցնում այն լակոտները վրեն քար են գցում։ Բայց այս մեկին ասում է դու հարևանի տղա ես, իմ հերնումերն էլ ձեզ շատ են լավությունները, դու ինչ չես պաշտպանում։ Ասում է արի պաշտպանեմ, գլխից բռնում է նրանք հետևից սկսում են խփել։ Այ հիմա այս Պուտին կոչվածը այդ նույն քայլն է կատարում։ Նրանք հրահանգ են ստացել, նրանք լրտեսը իր հրահանգը պետք է կատարի։ Այս բոլոր լրտեսները իրենց հրահանգը կատարելու են։
Ես լավ պետք է հասկանալ, նրանք միայն դրա համար են, լրտեսը դրա համար է, և մոռացեք արդեն Սևերի պայմանագրով ես Հայաստանի մասին, նույնիսկ 30,000-ի մասին մոռացեք, միգուցե եթե 10 էլ թողնեն, դա արդեն կասկածելի է, այդտեղ էլ հայ կմնա թե չէ, անունով կարող է լինի Հայաստան, բայց հայ չմնա այդտեղ, հասկացեք, սա վերջին Սարդարաբադն է, ամենավերջին, Սարդարաբադը ավելի հեշտ էր, քան հիմա է, բայց արթնացեք հայեր, թեկուզ արտասահմանի հայեր, ասեցի ինչ անեք, նաև արթնացեք, Հայաստանա պետք գալ այդ քվեարկությունները այնպես անել, որպեսզի հեչացվի բոլոր այդ կեղծ քվեարկությունները, այստեղ քվեարկության հարց չկա, քվեարկություն չկա, սա մեր վերջն է, և երևի բարկացած ձեր վրա նաև Մուրադ Խալթեցին ուղարկեց, այսինքն տղաները իր կողմից ուղարկեցին, ոչ թե ինքը տեքստը երկար էր, ես այդքանը չուզեցի էլ, որ դուք ծանոթ լինեք ամբողջ տեքստին, մի մասը իրենց լեզվից թարգմանեցի ձեզ, որպեսզի իմանաք, 2018 թվականից մինչև 26 թվականի կեսերը 2 միլիոն հայաստանցիներ չկարողացաք մի լրտես սատկացնել, որը անպատիվ արեց հայ արարիչ ազգին, պղծեց Հայայի Իջևան սուրբերից Սուրբ Արարատ լեռը, սպանեց հայի տեսակին, Արցախի այդ 5000-ի մասին է խոսքը, և այսօր ինձնից խնդրում եք օգնեմ ձեզ, երբ չկա սկզբունք, չգրված, բայց բնության օրենք, պատիվ և տեսակի ինքնապաշտպանության զգացողություն, երբ ազգը հաշվի է նստում մի գարշելի ու արհեստական բուծված վայրենի տեսակի հետ, երբ ազգը արարիչ տեսակից վեր է ածվել ողորմելի ու զորի, որը այս կամ այն կողմ աղերսում է փրկեք մեզ, երբ ազգը վաճառվում է և երկիր է վաճառում, հետո ասելով հանգիստ առանց պատերազմ ապրենք, այդ ազգի ողորմելի տեսակը ապրելու իրավունք չունի, ոչ ամբողջ ազգին ասում, այլև այդ բոլոր տականքներին, Հայաստանցիներդ ինձ պետք չեք, դուք անվերադարձ փչացած տեսակ եք, արքայից արքա խոբը սատկացնում էր այդ տեսակին, որ չվնասեն իրական արարիչ ազգին, ափսոս հետո չեղարկվեց այդ օրենքը խոբից հետո, և ամենամեծ գիտնական խոբը Հայայից հետո, նա միշտ ընդունում էր, որ փչացած տեսակը անմիջապես պետք է վերացնել, և ազգը ծաղկում էր, դրանից հետո ինչ կատարվեց, ամբողջը բերեց և ամբողջ երկրի ոչնչացում, խայտառակություն, սպանություն և այդպիսով վերանում ենք վերջին կետն է հիմա, և այսօր լավ էր, որ հասցրեցի կարդամ, հարցեր են ուղարկվել, սահմանափակ ուղեղով մարդիկ, ովքեր մտածում են Աստված կա, նրանք են մարդու ասածներին չեն հավատա, ով ասում է, որ Աստված չկա, հաջորդ ֆիլմում հարցում հայտարարեք, բոլորը թող գրեն, հավատում են, թե ոչ, բայց կարճ առանց փիլիսոփայության, հավատում են, թե ոչ, թե չեն հավատում, այսինքն այս ֆիլմում բոլորդ գրեք, հավատում եմ, չեմ հավատում, այդ վերցրեք ինչ-որ առանձին, եթե ուրիշ հարց կամ մեկնաբանություն ունեք, դրանից հետո տեղադրեք, առանձին կարող եք չտեղադրել, հավատում եմ գրեք Քրիստոսին կամ չեմ հավատում, այդքանը բավական է, հաջորդը
շատ խելացի առաջարկություն է, հարգելի գիտնական, առիթից օգտվելով դիմում եմ ձեզ, ձեր լսարանին, Հայաստանում ապրող հայեր, եթե ցանկանում եք բրուտի դեսպանատան մոտ բողոքի ակցիա անել, արձագանքեք, ժամը կասեմ։ Եվ շատ ճիշտ քայլ է, սա ամենաճիշտ քայլն է, որ եւ 111-ը եւ ես սպասում եմ սրան։ Եվ այս ազնվորությունը շնորհակալ պետք է լինենք իրեն, կատարում ասա, լավ կլինի այնտեղ պլակատների վրա նշվի հայրեստեզերքի արարիչ ազգն ենք։ Գիտենք, որ այս չնա ազերու, թուրքի եւ այլոց ձեռքով հայերից ոչնչացնում, այս չն խախտում է բնության օրենքը, որը կատաստրոֆա կլինի առաջինը իրեն համար։ Եթե որոշել է ոչնչացնել հայ ազգին, ապա թագավորին վայել ձևով իր ձեռքով կարող է այդ ամենը անել, եւ Հայաստանի Հանրապետությունում ներդրված այս 4 տականքների իրեն չքախմբերով վռնդել Հայաստանի Հանրապետությունից։ Գիտենք, որ սա էլ է քոնը, դուք արդեն գիտեք ինչ պետք է կազմեք, ինչ պետք է անեք ըստ ձեր ցանկության, ես ասում եմ մոտավորապես։ Գոնե սա ամենացանկալի պահն է, որ մի քիչ մեր սրտերին հանգստություն կբերի, որ այդ տական գիտեն, որ այս ամենի հետևում դու ես կանգնած։ Սրանք բոլորը խաղալիքներ, խաղացող տիկնիկներ են ծաղրածում։ Այսքան